Հարությունյանցյանն հայկական համալսարանի շրջանավարտ։ Պարոն նախագահ, շնորհակալություն մեր այսօրվա հանդիպման համար ու շնորհակալություն ձեր տրամադրած ժամանակի համար։ Իմ հարցը բաղկացած է մի քանի ենթահարցից, որոնք բոլորը ապագայի հետ են կապված։ Անգից գրիչ Պարոն նախագահ, ինչպիսին պետք է լինի գալիք ազգային իշխանությունը, որպեսզի երկիրը հանի այս անդունդից եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի այդ նպատակով, եւ այդ ձեռնարկվելիք քայլերից թերևս ամենակարևորը հնարավոր է արդյոք վերադարձնել Արցախը եւ ինչպես, եւ ինչպիսի երկիր պետք է ձգտենք կառուցել, որպեսզի այն լինի կենսունակ։ Իդեալական Հայաստանի ինչպիսի տեսլական դուք ունեք, հաշվի առնելով անցյալի քաղաց դասերը։ Շնորհակալություն։ Գիտեք, ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ հաճախ երազում է տարիքում գտնվող մարդը, էլի։ Այնպես որ ես կդժվարանամ իդեալական Հայաստանի պես մի հատ վառ նկարագիր այստեղ անելու։ Ես կուզենամ, որ Հայաստանը անվտանգ լինի, կուզենամ, որ Հայաստանը բարեկեցիկ լինի, կուզենամ, որ Հայաստանը մի կողմից լինի ժողովրդավար, բայց մյուս կողմից Հայաստանի քաղաքացին լավանի ազգային արժեքներ։ Ես կուզենամ, որ Հայաստանը չփոքրանա, եթե չի էլ մեծանալու, գոնե չփոքրանա։ Այդ առումով ես կարծում եմ, որ երկրի ղեկավարությունը առաջին հերթին պետք է մտածի 3 հանգամանքի վրա, առաջին հերթին, եւ իր ջանքերը այդ ուղղության մեջ պետք է ներդնի։ Մեր խորհրդի նիստի ժամանակ ես դրա մասին ավելի մանրամասն եմ խոսել եւ ասել եմ, որ առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, դա թշնամանքի նվազեցում։ Բացառելը գրեթե հնարավոր չի, բայց նվազեցում։ Երկրորդ, զինված ուժերի մարտունակության վերականգնում։ Երրորդ, դիվանագիտական կորպուսի համալրում բանիմաց կադրերով եւ քաղաքական ուղղորդում, որպեսզի հիմնական ուշադրությունը դարձնի դաշնակիցների եւ գործընկերների հետ նորմալ հարաբերությունների վերականգնում։ Ես ինչի եմ նաեւ ասում դաշնակիցների եւ գործընկերների, որտեղ տարածված կարծիք կա, որ արևմուտքում բոլոր այստեղ գործունեությունը ամբողջովին դրական է գնահատվում եւ այլն եւ հաշվի են նստում մեր երկրի հետ։ Ցավոք սրտի այդպես չի։ Մի բանա քո արածը գովեն, ասեն էլի գնա, ելնելով իրենց շահերից, մի բանա, երբ որ քո շահերն են հաշվի առնում, երբ որ քեզ շատ է քիչ ազատություն են տալիս։ Եվ դաշնակցին չտարբերակել գործընկերոջից շատ կոպիտ սխալ։ Մենք արդյունքները տեսնում ենք մեր երկրի վրա։ Այնպես որ առաջնահերթ այս 3 գործողությունները պետք է արվեն։ Այս 3 գործողություններից զատ իհարկե շատ բաներ կա, բայց կարևորագույնը սրանք են։ Ոնց որ թե ընդհանուր համաձայնության եկանք, որ պետության առաջին ֆունկցիան քաղաքացու անվտանգություն ապահովելն է։ Անվտանգ չես, ուրեմն կամ պետք է տունդ թողնես գնաս ուրիշ տեղ փորձես ապրել, ինչպես այսօր Խնածախի, Խոզնավարի բնակիչներն են, մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներն են տեղափոխվում, կամ պետք է թողես գնաս, չգիտեմ, որտեղ շատ կարևոր հանգամանք է, իմ կարծիքով։ Կարող է ուղղակի ես իմ ամբողջ կյանքում աշխատել եմ այդ կառույցներում, դրա համար այդ կառույցների գործունեությունն եմ ավելի շատ գնահատում, բայց ես էլ այդպեսին եմ ասում։